Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ցույց տամ, թե ինչպիսի հարձակում է տեղի ունեցել այսօր օրը ցերեկով իմ հայրական տան վրա։ Տեսեք ոնց են կոտրել ապակիները։ Ցերեկը, երբ այս կողքը այս ապօրինի շինարարությունը որ տեղի է ունենում, որի վերաբերյալ ես բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել հանցագործությունների մասին, այս աղմուկի ձայները իհարկե չի լսվել, մտել են մեր բակային տարածք եւ բակային տարածքից այսպիսի տեսեք ինչ բարձրացել են այս աստիճաններով, կոտրել են այս ապակիները, այստեղ արդեն բոյերը հասել է, այսպես են կոտրել ապակիները։ Հիմա պտտվեմ գամ այս կողմ, որ տեսնեք թե ոնց են կոտրել այս մասի ապակիները։ Տեսեք, այս ապակինել են կոտրել, այս այն պատմամշակութային տարածքն է, որի մի հատվածն է մնացել այդ 100 տարեկան տներից, որից մեկն էլ իմ հայրական տունն է։ Հիմա գամ ցույց տամ, տեսեք ոնց են պոկել այս խողովակը, տանիքից պոկել, գցել են գետնին այս խողովակը, հիմա հասնենք ստեղ եւ նաեւ այստեղի ապակիներն են կոտրել, ցույց տամ ձեզ, տեսեք այս սրանը ինչ են արել, կոտրել են այսպես ապակիները, տեսեք ոնց են կոտրել ապակիները, 1 եւ 2 փախել են։ Հիմա միջև հիմա ոստիկանությունն է, այստեղ թեպետ ամբողջ կամերաներ են, տեսեք այս մասը ոնց են, այս մեծ խողովակը տանիքից պոկե գցել գետնին, տեսեք խողովակը ոնց են պոկե գցել։ Այս ամբողջը հայրիկիս կողմից կառուցված եւ իա պապիկի կողմից կառուցված 100 տարեկան տան խողովակն է, պատուհաններն են, պոկե ջարդել են այս գազանները, այս որ ովքեր որ ստեղ կողքից շինարարություն են անում։ Այսինքն Տիգրան Ավինյանի այդ շինթույլտվության հետևանքներն են, եւ ես հենց հիմա էլ զանգահարեցի ոստիկանություն եւ ասեցի, որ հենց հիմա ես գտնում եմ, որ սրա պատվիրատուն այս գազաններն են, այս Ադամիկում ՍՊԸ-ն է եւ Ադամիկում ՍՊԸ-ից բացի նաեւ Տիգրան Ավինյանը։ Սա մեր այգին է, տեսնում եք, ժամանակին էստեղ էլ կար այսպիսի այգի, բայց այգին ոչնչացրեցին այս գազանները, տեսեք ինչ են արել։ Հիմա անցել են արդեն հերիք չամուսնուս մեքենան եկան պայթեցրեցին մեր բակում, հիմա անցել են հայրական տանս պատուհաններն ու խողովակն են պոկել, այս գազանները, տեսեք, բայց ինչքան այս գազանները ինչ էլ անեն, այս ապօրինությունները, միևնույն է իրենց չեմ մարսելու, այդ ապօրինությունները բգներին է կանգնելու, չգիտեմ ինչ թուրքական լիրա են ստացել, ինչ ադրբեջանական մանաթ են ստացել, միևնույն է այս ապօրինությունները իրենց չեն ներվելու։ Հեսա նայեք այս պատուհաններն են, որ կոտրել են այս գազանները։ Այսինքն այդ գազանների ձեռամբ բարձել են այդ խուլիգաններին, այսինքն շպանային, կրիմինալին բարձել են, կրիմինալին գումար են տվել, էլի նույն թուրքական լիրայից, որպեսզի հարձակում գործեն իմ հայրական տան վրա։ Հարձակում գործեն ու նայեք ինչ են արել, այսքան է ուժները պատել, պատուհանները նայեք, ոնց են կոտրել, պատուհան կոտրելու վրա է իրենց ուժը պատել։ Այստեղ նայեք, փոքրացնեմ, որ լավ երևա, այսա մեկ էլ այստեղ, տեսեք պատուհանները ոնց են կոտրել, եւ այս խողովակը մեծ հանել են, պոկել են, բարձացել են կտուր եւ պոկել են այս խողովակը, հիմա նայեք, հայրիկիս տեղադրած խողովակը ոնց են պոկե հանել, այսինքն բարձացել են կտուր, պոկել են թանգարանի խողովակը, շներ, թանգարանի նկատմամբ եք ոտնձգություն իրականացրել։ Հələ դուք սպասեք, նայեք, այս ապակին են կոտրել։ Տեսեք, ապակին նայեք։ Սա է, սպասում եմ հիմա ոստիկանությունը եփա գալու, տեսնեմ ինչ են ասելու։ Այս է ապակին է։ Գեդինը գցած։ Իհարկե տհաճ է, բավականին լարվածություն է առաջացնում, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնելու մեր պայքարից։ Տիգրան Ավինյան չես մարսելու, Ադամիում ՍՊ, տականքներ, Գայանե Վերդյան, Աթաբեկ Ադամյան, Վահրամ Ադամյան, Լիաննա չգիտեմ ինչյան, այդ Մուշեղյան մի հատ է կա, որ հատուկ ունի
հանձնարարություն, որ ինչ պետք է անել, դու չես մարսելու, այս կոտրացի, այս սրա, այն ծառերը, որ 100 տարեկան մորթեցիր, դու դրանք չես մարսելու, այս որ պոկեր կծել ես այստեղ, սա է չես մարսելու, իմ հորս, պապերիս, քրտինքն ու այս ներդնումը, որ գան, ստեղծեն Արաբկիր համայնք, Արաբկիր ավան, ստեղծեն թանգարան, տուն դնեն, ծառեր տնկեն, գազաններ, դուք չեք մարսելու սա, դուք հլնյաց սպասեք ձեզ ինչ է սպասելու, հատ գնալու եք, պտելու եք, քրակատարողական հիմնարկներում, պտելու եք, ուրախ եք լնելու ձեր նկատմամբ մահապատիժ կիրառեն, չեն կիրառելու, տե պտելու եք, նայեք ես սրանք են, պատվիրատուները այս գազաններն են, ում դեմ ես բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել, ամեն օր հաղորդում եմ ես ներկայացնում, բայց այս գազանները, այս յանց գազան մեքենաներով տեսեք